լինիմ վշտից հողեր, աչերիդ մեջ ողցայեր, դուր գիշերվան ուշով էր, ունչ ծամերըդ հայփայեր, գուզես լինիմ վարդնազելի, կրծքիդ վրա վարվարի, արշալույսի շովել ոսկի, դեմքիդ վրա հատկանշվում էր նաև մեր ժողովրդի հոգեվորների բարձր լարվածությամբ։ Դաժան ճակատագրի դեմ անհավասար պայքար ելած ժողովրդի ապրելու և հարատենելու անպարտելի կորովի դրսևորում դարձավ։ Այդ ժամանակաշրջանում են ապրել և հայ ժողովրդի հոգեկան մթնոլորտն առաջագործել Շիրվանզադե Ուսմանյան, Կոմիտասն ու Վարդգես Սուրենյանցը, Վարուժանն ու Սիամանթոն, Աբեղյանն ու Խորամանյանը, Տերյանն ու Թադևոսյանը, նաև Իսահակյանը։ Այդ տարիներին են ձևավորվել և Չեչարենցն ու Մարտիրոս Սարյանը։ Ավետիք Իսահակյանը աշխարհի կողմից ճանաչված բանաստեղծ է։ 1916 թվականին ռուս մեծ բանաստեղծ Ալեքսանդր Բլոկը կարդալով ու թարգմանելով Իսահակյանի բանաստեղծությունները, բարձր գնահատելով նրա պոեզիայի ոգին ու ազգային գույները գրել է. Իսահակյանն առաջնակարգ բանաստեղծ է։ Թերևս այդպիսի լուսավոր ու անմիջական տաղանդ այժմ ողջ Եվրոպայում չկա։ Մեծ բանաստեղծը գրել է անկեղծ, խորհուրդ ու բազմերանգ երկեր, ստեղծել է քնարական, փիլիսոփայական պոեմներ ու բունագեղ արձակ։ Այդ գեղեցիկ երկերը ստեղծման օրից խոր հարազատությամբ ու արտասովոր ջերմությամբ են ընդունվել ժողովրդի կողմից։ Դա միանգամայն բնական ու հասկանալի երևույթ է։ Մեծ բանաստեղծը հազար թերերով կապված էր հայրենի կյանքի հետ, և նրա երկերն օժտված էին ժողովրդականության բարձր հատկանիշներով։ Ավետիք Իսահակյանը ծնվել է 1875 թվականի հոկտեմբերի 19-ին Ալեքսանդրապոլում, այժմ Գյումրի։ Տարվա մեծ մասը նրանց ընտանիքը մնում էր հայրենի ղազարապատ գյուղում, որտեղ ունեին ջրաղաց, բարդիներով ու ուռենիներով պարսկված պարտեզ։ Բնությունը, ժողովրդի կյանքն ու բանահյուսությունը խոր ազդեցություն են ունենում ապագա բանաստեղծի վրա։ 8 տարեկան երեխան հաճախում էր Շողո բաջու ուսումնարանը, որտեղ իշխում էր Տեր-Կոդիկյան գրքության հայրենի եղանակ։ 4 ամիս անց ծնողները նրան տեղափոխում են վիճակային ծխական դպրոց, սակայն հայկական դպրոցների արգելման մասին ցարական ինքնակալության հրամանով 1885 թվականին փակվում է նաև այս դպրոցը։ Իսահակյան ուսումը շարունակում է Հարիջի վանքի դպրոցում, որն էլ ավարտում է 1889 թվականին։ Ուսման տարիներին նա կարդում է հայ գրականության նշանավոր երկերը, վեպերն ու բանաստեղծությունները։ Նրա վրա հնչեցրել հետք են թողնում Խաչատուր Աբովյանի «Վեր Հայաստանին», Պերճ Պրոշյանի «Սոց և Վարդուհերը», Ղազարով Զավոյանի «Երկու փուլի երգչությունը», Միքայել Նալբանդյանի «Մանկության օրերը», Սմբատ Շահազիզի «Երազը», Հովհաննես Հովհաննիսյանի բանաստեղծությունները։ 11-12 տարեկան երեխան սկսում է գրական փորձերը։ 1889-ին նա ընդունվում է Էջմիածնի Գևորգյան ջեմարանը։ 1891 թվականին նա միանում է այն ըմբոստուցանողներին, որոնք բողոքում էին վերակացումների կամայական
բանաստեղծությունները նա ավարտում է ուսում։ Իսահակյանի գրական կյանքում բախտորոշ դեր է խաղում ճեմարանի ուսուցիչ բանաստեղծ Հովհաննես Հովհաննիսյանը։ Կարդալով իր աշակերտի գրական թողարկները, հայտնի բանաստեղծը արժեքավոր դիտողություններ է անում ու խորհուրդներ տալիս։ Իսկ 1852 թվականի վերջերին Իսահակյանը կարդում է Դավիթ նորաբողոց ոտանավորը և բացականչում. «Կեցցես, հիմա բանաստեղծես»։ Մամուլն սկսում է տպագրել պատանու ոտանավորները։ 1892 թվականի վերջերին Իսահակյանը թիթույսում ծանոթանում է Պրոշյանի, Աղայանի, Թումանյանի և ուրիշ նշանավոր գրողների հետ։ 1893-ին նա մեկնում է արտասահման, ընդունվում Լայպցիգի համալսարան, որպես ազատ ունկնդիր։ Իսահակյանը ուսումնասիրում է նշանավոր փիլիսոփաների աշխատությունները և դասական գրողների երկերը։ 1895 թվականին նա վերադառնում է Ալեքսանդրապոլ։ Այստեղ նրան պատրաստում է մեղադրելով հակասարական տրամադրությունների մեջ։ Մեկ տարի բանաստեղծը մնում է Երևանի բանտում։ Հետագայում ոստիկանությունը չի մոռանում բանաստեղծին և 1898 թվականին մի տարով աքսորում է Օդեսա։ Ծաղիկ էին նորաբողոջ, սարիվանջում, երկնք տարում, ինձ կջութեր արդի փոխոջ, ինձ ողջուներ արեկար։ Գիշերները ասկուլուսին վարկիշն էին երկնքեր, ու հեքիաթներ ինձ կասեին, կախարդական ոսկեվեն։ Կարների հետ լուսածակին եկար սարը, ջան աղջի, ինձ քարեցի դրիրանի, կրծքիդ վրա գեղեցի, այնտեղ շքեր հեսապրեցա երազներով երջանի, սերը դավեցին սևաչա, ես չորացա, աղ աղջիկ։ 1898 թվականին լույս է տեսնում նրա առաջին գիրքը «Երգեր ու վերքեր» խորագրով, որը ընդունվում է բացառիկ ջերմությամբ։ Իսահակյանը շատ է ճամփորդել։ Նա միշտ ելել է հեղուների կարոտը, նորաշխարհները և ուղիները։ Նա եղել է Գերմանիայում, Ֆրանսիայում, Շվեյցարիայում, Իտալիայում, Հունաստանում, Ռուսաստանում։ Թափահարումների տարիներին գրողին միշտ ուզել է մարդկանց ու ժողովուրդների բախտը։ Աշխարհի ճամփեքին ամենուր նա տեսնում է նույն ցավերն ու տառապանքները։ Տեսավոր միայն հայը չի տառապում, բովանդակ աշխարհը լավ զուգոցի մեջ է։ Բոլոր ժողովուրդները լծի տակ են արգված, ուժերը լափում են դուրս։ Օտարության մեջ Իսահակյանը այրվում է հայրենիքի կարոտով, իսկ երբ լինում էր Հայաստանում, շրջում էր Անդրկովկասի գյուղերն ու քաղաքները, Արևմտյան Հայաստանի նահանգները, շփվում ժողովրդի հետ։ Հենց արտասահմանվում էր, ստեղծվում էր հայրենի հողի մասին երգերի մեծ մասը։ Նահատվածները տպագրում հայրենիքի մասին և եռանդում մասնակցում Հայաստանի օգնության կոմիտեի ոգի աշխատանքների։ Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումը հույսեր ներշնչեց բանաստեղծին։ 1926 թվականին վերադառնում է Հայաստան։ Մի քանի տարի մնալուց հետո 1930 թվականին կրկին մեկնում է Փարիզ, ընտանիքը, արխիվը և գրքերը տեղափոխելու։ 1936-ին վերջնականապես տեղափոխվում է Հայաստան։ Գրում է նոր բանաստեղծություններ, հրապարակախոսական ու քննադատական հոդվածներ։ Ավետիք Իսահակյանը վախճանվեց 1957 թվականի հոկտեմբերի 17-ից։ Երկիրը խոր վշտով ճանապարհ դրեց իր մեծ զավակին։ Աղոս
Բանաստեղծին ուզել են հայրենիքի սոցիալական ու քաղաքական ուժը, սիրո, մայրության ու պարունակության թեմաները։ Նրա երգերում անհատը կերպավորել է երկրի և հոգեբանության բազմազան կողմերով։ Անձնական ապրումների միջոցով Իսահակյանն արտահայտել է նաև հասարակական խոր զգացումներ։ Մեծ բանաստեղծը, խոսելով ինքնին երգի մասին, խոսում է ընդհանրապես մարդկության մասին, քանի որ նրա բնավորության մեջ կա այն բոլորը, ինչով ապրում է մարդկությունը։ Դրա շնորհիվ նրա վշտի մեջ յուրաքանչյուրը տեսնում է իր միշտը, նրա հոգու մեջ գտնում է իր հոգին։ Ռուս քննադատ Լենինսկայի խոսքերը կարելի է տարածել նաև Իսահակյանի վրա։ Սերտորեն կապված լինելով դարաշրջանի կյանքին, մեծ քննարկում արձագանքել է աշխատավոր մարդկության բազում ուժերի, ատելությանն ու սիրուն։ Ակութներից հին հայրենի ծուխներ են թվար, ուղիներով ազատության թրջում ես դու ար, սալասմբակ թրջում ես դու նոր օրերի աստղին, հավատարիմ քեզ ուժ տվող հին օրերի հող, խոչ ու խութեր ճշնամական թրիչքը չեն կասում, աշխարհաջող ճշմարտության նոր խոսքեր ես ասում, դու հին երկիր նոր ու պայծառ, իմ ժողովուրդ իմ հաց, արևաթև անմահ թրջուն, որ ուսրի ծնած։ Իմ սիրտն այնտեղ է, հայրենի հզոր լեռների գլխին արծիվների մոտ, որամպերի հետ սրով տահավոր, ներկում է շնչում կայծանի որով։ Դու կմբոզ քաջեր, ռազմիկներ վսեմ, անհավտ իշխողներ մահին ու կյանքին, ձեզ հետ է հոգիս, և ներբողում եմ, և երկրպագում ձեզ ուսեղին։ Դուք հայրենիքի խիզակ ոգիներ, ձեր սպառազին կուղ բրունցքներում, սուրբ իրավունքի և ազատության, անշրջանների հուրն է բգնվում։ Իջեք մրիկներ, դաշնի բարի չեք, մարդկության մորնող կանքը ծրպեք, փշեք շրթաներ, լծեր աներ, որ կաշկանդել են ազնիվ մեր հոգին, անմալ մեր մտքի թևերը բացեք, պայթեք այծակներ, պայթեք խստագին։ Իսահակյանի գրական մեր ճանապարհը սկսում է նրա առաջին ժողովածուով՝ «Երգեր ու վերքեր», գրականության պատմության մեջ հազվադեպ է, և գրողը իր առաջին իսկ գրքով ժողովրդականություն է ձեռք բերում։ 22-ամյա Իսահակյանը ճանաչվեց որպես ժողովրդական բանաստեղծ։ Նրա սքանչելի քնարական բանաստեղծությունները երգի վերածվեցին և ընդմիշտ նվաճեցին ժողովրդի սիրտ։ Երգեր ու վերքերով Իսահակյանը բերում է Շիրակի դաշտի բռնավետ շունչ, մանթաշի և նրան ծաղիկների վառվողները, արագածի պահպաջուն աղբյուրների զորությունը։ Նրա երգերը անկեղծ են, անմիջական, ինքնաբուխ, դրանմշտի, ուրախության, բուռն պոռթկումներն են, մանրավորված ասելիքներ ձևերի մեջ։ Իմ երգերը սրտից սեր, ինչպես արածը դրանքնյալ լեռներ, գրելեք նա իր առաջին երգի ստեղծման շրջանում։ Զորահավաք, շտապ տուն եկա, զինվորից գետ շաքած մի տղա, մայրիկ, ինձորնակ անունասա, ես էլ կրվի տաշ դրանոր եղա, ուշաթապ ընկավ քեզ մայրը թշվար, և ետ ուշքն եկավ նորենի վրան, գրկեց զավակին պինդ, կարոտավար, որպես թվահոց չեր տեսել նրան։ Աղ, ինչ ուրախ է, հարկ ես, աստված է, որ ողջ ետ դարձավ իմանուս որդին։ Մնացի կարոտ իմ հայրենիք, օտար աշխարհի, ու թափառական։ Կարոտ մայրենի սրտային խոսքի, մնացի մենակ, խրճվորքին նման։ Իմ սիրտն այնտեղ է, որ աստեղամերձ լեռներն են կանգնել հակասուց դրա, ու եղջերուն է ոսնում քերթից կերտ, արտիվը ժախնում դրիքերով։ Իմ սիրտն այնտեղ է, ու նա մի քմեր, կերտել է շքեղ կոտողներ հավեր, ու ժողովուրդը վսեմ բերում է, պատմում է դարձնել, հավատով է։ Մայր, ժողովուրդ, դեպի քեզ կգամ դեպի քեզ, հայրենի աշխարհ, ինչ որ բերն իմ սիրով ձեզ կտամ, և սիրտս, կյանքս միայն ձեզ համար։ Իսահակյանի ստեղծագործության դիալեկտիկան միաշեն ընթացք է, ազգայինից համապատկայինը, ազգայինի և համամարշկայինի ներդաշնակության հաստատումը, և ինչպես հայրենիքի վիշտը վերաճում է համաշխարհային թավծի, այնպես էլ սերը դեպի ժողովուրդը վերաճում է համամարշկային սիրով, հումանիզմի։ Բազմատանջի ժողովրդի վիճակը Իսահակյանի մեջ արտասնում էր խորը կարեկցանք ու սեր դեպի բոլոր տանջված ժողովուրդները, դեպի տանջված ու տառապած մարդն առհասարակ։ Եվ դա եղել է պաթոսը հայ առաջավոր գրականության, որի հավատարիմ ժառանգորդն է Իսահակյանը։ Կյանքի 8-րդ դասնամյակին նա իր մասին գրել է. Ես սրբությամբ հետևել եմ հայ դարավոր գրականության ազնվագույն տրադիցիաների, հայրենասիրություն և հումանիզմ, ծառայել այստերին և հայրենիքին։
Պատմության մեջ օտար ապրում բանաստեղծի հոգին թվացում էր հայրենիքի կարոտից։ Ոչակյացային վերենտի կդորերի բավատներով ու կողտորներով, ոչ Փարիզ իրենց տոծամոտ տաճարով էր հիլան աշխարհով, ոչ Պիրուզազեման ու Մոնգոլան չէին հրապուրում հայրենացով օգտագործող բանաստեղծի։ Անհաղթելի ուժում ձգում էին նրան Շիրակի ծծուկ նախները, Մանթաշի զմրուխ թափքերը, Արաքած ու Աղբերյանը և Հայաստանի պատկառելի, ժայռերից ծնված, քարից հաց հանող և տրաշներ կերտող հայրողողությունը։ Ամբողջ օգով ստում եմ Հայաստան, գրում եմ մի կարգանակում։ Նա միայն կարող է ինձ կենթանացնել, ժողովրդի հետ նրա մեծ շնչով շնչել։ 15 տարի է շախոր բանդուկ եմ, 15 տարի, Իսահակյան վերադարձած հայրենի։ Մեծ բանաստեղծի վերադարձ տրամաբանական և բնական հետևությունն էին խոր արմատներով, աշխարհազգացողությամբ ու կենսազգացմամբ, ժողովրդի հետ կապված նրա ստեղծագործության հեղինակացում կյանքի։ Իսահակյանի հայրենասիրության ակունքը նախ եւ առաջ հայրենի հողն ու բնությունն է եւ սրանցից անբաժան ժողովրդի օգեկան հանճարի եւ հերոսական պատմության կենթանի վկաներ, ճարտարապետական հուշարձաններ, որոնցով այնքան հարուստ է Շիրակը, մեծ բանաստեղծի նվիրական օրրանք եւ որոնք անջնջելի տպավորվել են պատանի Իսահակյանի վառ երևակայության մեջ։ Այնուհետև պատմական այդ վայրերի եւ հուշարձանների հետ կապված ավանդություններն ու զրույցները, որ բանաստեղծին մանկության ու պատանեկության տարիներին հափշտակությամբ է լսել Շիրակի խոսքաշեն շինականներից ու շնորհաշատ ուսաններից։ Ամառը նվիրական ավերակների բեկորների վրա նստած կամ ձմռան երկար գիշերներին յուրայինների հետ հայրենի ջերմ ուժերի շուրջը բոլորած եւ վերջապես նրա հայրենասիրության կենթանի ներշնչարանը, հայկական դառնավետ իրականությունը, արյուն ծովի մեջ տիրող ժողովրդի անագորուն վիճակը։ Ահ, մեր սիրտը լիքը դարձավ, օր ու արև չտեսավ, վաղ մեր կյանք ձևով անցավ, աշխարհից բաց չիմացան, հարուստ մարդիկ, կուպեր, խմեր, աշխարհի ճոր սեղանից, մեկ աշխարհի խորտվեցն է, մեզ փայ չկա աշխարհից, խեղճ ճախատի հոգին դուրս կա, քարից, հողից հաց քամեր, բերով հացը հարստին տա, հարուստ իշխեր, վայելեր, խեղճ ճախատը դարը դատի, դատար ուստի, էй աշխարհ, Էն ինչու ես քարը թողնում քարի վրա քար աշխարհ, ահ, մեր սիրտը լիքը դարձավ, օր ու արև չտեսանք, վաղ մեր կյանք սևով անցավ, աշխարհից բաց չիմացանք։ Շնչնկալով հողն է փչում, զով բինգյոլի լանջերից, գոժգոժվելով ուխն է վազում, խոր բինգյոլի ձորերից, հորուտ մորուտ ծաղկած ծովում, բուրում է բույր ու երկեր, շուխի քուրի լճի ծոցում, լողանում է ամիկեր, Հրեշտակը երկի կյանքից, յութված, ապշած լյոգից, վայր է ընկնում ասվոտ երկնից, ընկնում գիրկը բինգյոլի, Փելուս երկինքն հրեշտակից, կարեկցում է, ցավակցում, ախապսոս կամա կյանքի, որ չփայլես դրախտում։ Եղած եղավ գարնական աշնարները, գնադարան աղբյուրները վինյոլի, շարվե շարան անցան զոքված աղբերը, յասել գնադ այլանները վինյոլի, շարվե Ամիարիս լուսերես ինգարոդեմ, նազում մեջքին ծով ծամերի
և անապատից, հեռու ծովերից, և դարպասներից, թեղուտ բանտերից, լսում եմ անվերջ, գիշեր ու ծերեր, ողբ ու հեծեծան, միշտ, ամենուրեք, տեսնում եմ անցում, ժպտի հետ հյուսված, հացի հետարյուն, վիշտ համատարած, և ծով արցունքներն անծայր աշխարի, ամեն խորշերից, ամեն սրտերից, կաթիլ առ կաթիլ, հավաքում, գալիս, թափվում եմ վշտոտ, խոցված սրտիս մեջ։ Նա մերժում է անարդար աշխարհը, ու իր թեակոսկով ասած, խավարը խավարով է պատված, մարդուն համայնոտ տիեզերքի պերջուսվածքը, բանաստեղծը ծառանում է նյութամոլ աշխարհի դեմ, որտեղ լրբենի ծաղրով արհամարում են ոգու վարզերը, և մարդուն կաշկանդում շղթաների մեջ։ Իսահակյանը տեսնում է դարի բարոյական մեծագույն աղետը, նրա երգերի կենտրոնը դառնում է ցաված սիրտը, նա բացում է հոգու անսահման աշխարհը, հայտնարարությանը տալիս հոգեբանական խորություն ու հարստություն։ Ես ձեզ ասում եմ, կգա ոգսով, և դուք կքաղցեք ճոխ սեղանի մոտ, կընկնեք մուրալու հապտած գորգորով, հրեղեն խոսքի, վեհ խոսքի կարով։ Լրբենի ծաղրով արհամարեցի, ոգու վարձ է, խինդ ու երազան, նյութի տաճարում արփած բարեցի, մոռացած անմահ, անհունիտ ենչան։ Դուք, որ հեգնեցիք ուժն ստեղծագործ, ձեր նյութի հանդեպ կգա ոգսով, և մուրացքի պես շրանքի համար ծարավ ու նոթի կանցնեք ծովեցով։ Թափանցել է մարդու թաքուն աշխարհը, որպես հոգեբան, տեսեց սիրո զգացումների գաղտնիքներն ու ալերտվածները։ Ահա օրինակ, բանաստեղծը քնքուշ թախիծով երգել է սիրո մաքուր արդյունքները, երիտասարդ օրերի երազները։ Ապրած իմ կյանքից մի սուր
արտացոլվում այստեղ լավում երբ ու վեր։ Սերը երգեր ու վերքերի իշխող մոտիվն է։ Իսահակյանի լիովին համապատասխանում է Թումանյանի խոսքը Սայագնովայի մասին, թե նա մի հոյակապ սիրահար է, բռնված ու բռնկված սիրո հրդեհով։ Նրա լույսի տակ էլ նկատում են աշխարհն ու իրերը։ Եվ իրոք, Իսահակյանի ստեղծագործության մեջ սերը ջրային կաթիլն է, որ արտացոլում է արևը, բանաստեղծի ողջ էությունը, աշխարհընկռնումն ու աշխարհզգացումը, նրա վերաբերմունքը կյանքի նկատմամբ։ Ծամենցել կանգնել ես կապ, օրը սև արել, կապել ես ար, չէ, ինձ թողի դու քաղենք բար, դու սիրտս կթի, ես դժան տար, սա է սարը, զգուտատար, դաղդամահարի ամնիթն է։ Ձմեռն անցավ, եկավ գարուն, հալավ բանձրիկ սարերուծում, ճամփաբացվավ արևները։ Իմ խարիպեն խաբար չի գա, աչքս ճամփին դադար չկա։ Խարիպ երկիր, ամփ ու մշուշ, իմ խարիպի սիրտն է քրքուշ, ոտքը փոխել քրով ուշ, հերիք մնաս, դարձի վաթան, իմ ախպեր ջան, ազիզ յար ջան, ջուրն է բրծել ու գա սարեն, սարեն, ձորեն, իմ աչերեն, մի նորոքիր սրտիս յարեն, դարձի վաթան, հողն անուշ է, ջուրն անուշ է։ Սիրունը, երկիքն է, դուն իչ։ Սիրուն տղա, կարող կլնի, սիրտը բարել։ Անուշա, երկիքն է, դուն իչ։ Սիրուն տղա, արև կլնի, քեզ զարդարել։ Այս ուռոտակ մենք երկեցին սիրոջ կնավ երկերից, մենք երկեցինք ու շիչվեց, բուրմում, շպիտ ու թապից, այս ուռոտակ ընկերանի, դու ինձ սիրել խոստացան, անցան տան, չորցավ ունի ու դուելիզմ։ Մեկը չեղավ, որ իմանար դուշեր, քնքուշ ձերքով դարման աներ վերքերիս, մեկը չեղավ, որ գուրգուրեր վարդերս, անուշ գուր տար, վարդի գույն տար երկերիս, կյանքս կտավ սրտից բխած համուշի, թե մեկը ինձ հասկանամ ու սիրել, ինչ կար էր գրում, և սրբազան, և այն, քան թե զոհվեր, քան թե լինել անձնվեր, բայց ես կյանքում շատ սիրեցի ու լացի, մեկը չեղավ, որ ամոքեր վշտերս, սիրող սրտի ծարավ մնաց, մեկը չեղավ, որ գուրգուրեր վարդերս։ Ուզես լինիմ վշտից հողեր, աչերից մեջ շող ցայեն, ուզ գիշերվա անուշ հողեր, հուչ ծամերդ փայփայեն։ Ուզես լինիմ վարդ նազելի, կրծքիդ վրա բաղվալի, աշխարհուսի շողեր ոսկի, դեմքիդ վրա փայփայեն։ Ուզես լինիմ ծառ ու ծաղի, քեզ գրկում ես ինձ սփրեմ, թալուկ ստվեր, հողիշ թրջնի, օրոր ասեմ, օրորեմ։ Ինչ որ ցանկաս, ուզես լինիմ երկի ու երկի, լինիմ ծով, շար, արև, լուսի, միայն ինձ սիրիր։
Աչքերդ մեկով հանգեցին վերած, ես հպարտ ու վես անցակ հմոտով, շուրջը ծածանվեցուսն է երած, և ետ նայեցի անզուտ կարոտով։ Սուտ է նազելի, չի զատել երբեք չի զատել մեզ կյանքը դաժան, քույրիմ, ամոքիմ, սիրտս վշտաբեք, տես, քոնն եմ եսնի, քոնն եմ ավիկեր։ Ինչու հիմա այսպես, չար ես այսպես, չար ինձ հետ, որ նամակներս ու պատկերս ուղարկում ես ողջ ջգեր, խստապահանջ խնդրում ես ինձ նամակները ետ դարձնել, կատարում եմ ասպետորեն, քմայքներին տայս կաղնել, բայց համբույրներն այս սրտադող, որից տվի դու առաջ, բնա երբեք դու չես կարող, ոչ ստանան, ոչ ետ տան, նրանք պիտի վարվեն անշեջ, պիտի կիզեն փողոքին, ինչպես որ միշտ այրում են ինձ երջանկությամբ ցավագին։ Ուզեի լինել գարնան այգար, չքնալ վարդերով ռուս կրպշներ, անդոր սրտիտ մեջ վարեի գրակ, մութ հաչերիտ մեջ պայծար շողայ, ուզեի լինել երկով շատրվան և երազները ջուրորորեի, կամ թե շողշողում ոսկից յացան, շուշան ճակատիկ պսակյուսեի, ուզեի լինել ալիքը ծովի և ոտների տակ մեղմին կևայի, կամ թե լերների բուրնում խովի, հարթամ նազերը չոյելու գայ, ուզեի լինել երկին դաստավար, քեզ, ինչպես երկրի շուրջը պատեի, հազար ու հազար աչքերով գոհար, քեզ դյուսված, արփած հավերնայի։ Սիրեցի յարս տարան, յարա տվին ու տարան, ես ինձ զուլում աշխար է, սիրտս ոգեցին տարան, ցավս խորն է, ջար չկա, ջար կա, ջարանով չկա, ես ինձ զուլում աշխար է, սրտացավ ընկեր չկա, լավորերս գնացին, ափսոս ասին գնացին, ես ինձ զուլում աշխար է, սեպտարտերս մնացին։ Ծանր պայմաններում գտնվող հայ ժողովրդի զավակները բախտ են որոնել օտար երկրքի տակ, բռնել գաղտնի ճամփաները։ Բանաստեղծը ցավում է պատկերել պանդուխներին, արտահայտել նրանց կարոտը հայրենի հողի նկատմամբ։ Պանդուխթային հազար ձայնով կանչում են կիսավեր հայրենի օջախը և հրազատ մայրը։ Օտար երկրքի տակ պանդուխ թախուզով մոտորում է հայրենի եզերքի մասին։ Thank you.
Իմ այլ ով վշտից սիրտս եմ աշխվել, կյանքս եմ աշխվել, էլ ինչ ես մնաց, լամ ու արդյունքս հատիցով դառնաց, միայն թե մայրս վիշտս չիմանար, ահ, առնիմ գլուխը, ընկնիմ սարերը, զարկեմ քարեքար, զարկեմ քարեքար, սիրտս գալերին թող բաժին դառնա, միայն թե մայրս մահս չիմանա։ Օտար ամայի ճամփեքի վրա իմ քարավանը մերժ կողողանջեր, կանգնել քարավանը ինձ կթվա, թե հայրենի քեզից ման կքանչեր, բայց դուր է շուրջս ու շշուր չկա, արևակ անդորայսան ապատում, ահ, հայրենիքս ինձ խորթ է իմա, ու քնքուս սերս ուրիշի գրում, կնոջ համբույրիներ չեմ հավատում, շուտ կմոռանան նավար արդյունքները, շաշվիր քարավան, ինձ ով ձայն կտա, գիցիր, մուստիտակ չկա ու կեսեր, գնա քարավան, ինձ հետը քաշ, օտար ամայի ճամփեքի վրա ու տիվ կհուտնից գլուխս վարը, ժեվթայի մեջ, քշերի մեջ։ Դարդս լացեք, սարի սուզի, ալվան ծավիներ, դարդս լացեք, վաղի նուր, ամսու եկնու ծորվովեր, երկին լոքու մտնան, անդուն անտեք բլան ետ, յադիս տարա, ջանիս տարա, չոմբուր եկնու բլան ետ, աղ, յա ես ինձի հնեք սետեն, անջապ թողեց ու գնան, սրտի ստապեն, որ ունկերեն, անջապ թողեց ու գնան, դարդս լացեք, սարի սուզի, ալվան ծավիներ, դարդս լացեք, վաղի նուր, ամսու եկնու ծորվովեր։ Thank you.
Մյուսը շողում է լույսը լավ հորիզոնի։ Հայրենի քեզ հղացել եմ, խեղճ մատուկը դուն չունի, ազիս մոնես բաժանվել եմ, տխուր դուն չունի, սարենք ու գալ, նրճում հավքեր, ախիր մորս տեսել չեք, ծովենք ու գալ, մարմանթով էր, ախր բարև բերել չեք, հավք ու հովեր, եկանք մշտիս, անձեր դիպան ու անցան, պատակ սրտիս, անխոզ դիպան ու անցան, ահ, ոտեսքին, անուշտեսվին, կարողցել եմ, մայրիկ ջան, երներ իրազնվի, կրմին մոտը, մայրիկ ջան, երկունը գա ու ուշարով, ոգիտ վկև, ապրոկան, սրտիտ կպտին վար կարողով, լավը սնդար, մայրիկ ջան։ Շատ միտեղ, սիրելիս, այս աշխարհում և ոչ մի բան հիմք չունի, վաղանցում կան ու չկան, սիրելիս, բոլոր իրեր մասկերը, լայն սիրտեր, ողջը երազ համար, այս աշխարհում և ոչ մի բան միտք չունի, լացը ժպիտ ու սերը ցավ, թե որ ապրես կյանքը, ինչու համար, շատ մի տխրի, միշտ կանցնի, այդ ոչինչ, այս աշխարհում և ոչ մի բան ինչ ունի, շատ մի հրվի, սերն էլ կանցնի, բայց ոչինչ, կյանքն էլ կանցնի, այդ ոչինչ ու ոչինչ։ Ավետիք Իսահակյանի քննարկությունը ժողովրդային ամբողջության մեջ, իվոքով իվովանդակությամբ ու գեղարվեստական առանձնահատկություններով ձևով։ Նրա գեղարվեստական մտածողությունն է ժողովրդական, այսինքն նա երևույթներն է կալում և գեղարվեստորը վերարտադրում է այնպես, ինչպես ժողովուրդ հաշվավորված մի անդակի մեջ։ Ահա թե ինչու այդ երկրուկը մատկալը դեզորացիաս կամ որտոնախները ժողովրդին է համարել և չի կարողացել դաշտել այն մտքեր, թե դրանց հեղինակը լայնեզը գլխացած ուսումնական երիտասարդ է։ Տխուր, գլխավոր, սիրտը զարմիծով նստել եմ շուվան արազի ափի։ Սևագրավն եկավ սև ամպի փեշով, գլխիս փակ տվա արազի ափի։
Ջահելությունս անցավ, սև անցավ, արածի գարնան մոտ ջիրի պես, շաչով, շարաչով, անցավ, շուտ անցավ, են վարար երմանից իր ջերի պես, կրավեր ազգար, չոր գլուխ ուստած, սիրտը սամայի, աշխար նամայի, տես, աչերս լուծել ու ամպեր դարձել, բայց լավ, սրտնասլավ չեմ կարող Մի անգամ ճաշկերույթներից մեկի ժամանակ դպրոցի տնօրենը բարձրացնում է բաժակը և խմում իր Սահակյանի կենացը։ Վարպետ ջան, ձեր թանկագին կենացը։ Ցանկանում եմ ձեզ առողջություն և ուզում եմ, որ ապրեք 125 տարի։ Իսահակյանը ձեռքը բարձրացրեց և ազդու ասաց. Կաց։ Տնօրենը խոսքը կուլ տալով սարած կանգնած մնաց տեղում, մտածելով, թե ինչ վատ արտահայտություն է թույլ տվել։ Խնդրում եմ, Աստծո գործերի մեջ չխառնվես, ասաց վարպետը բառերը հատ-հատ արտահայտելով։ Լավ, ասաց տնօրենը պատված ձայնով, ցանկանում եմ ձեզ առողջություն և երկար տարիների կյանք։ Ավետիք Իսահակյանը հավերժ մի քանի քայլի համաշխարհային պոեզիայի լուսավոր ուղիներով, վկայելով հայ ժողովրդի օգուտությունն ու ազնվությունը։ Մեր հոյակապ հին վանքերի մութ խուցերում մենության մեջ պատմիչները մեր վշտահար, մեր կանթեղի լույսով անշրջել, մի նշխարով, մի բում ջրով և ճգնությամբ գիշերն ակնում, պատմությունը մեր գրեցին մագաղաթի վերադին։ Եղերները, նախջիրները խորդանների այլունորուշտ, փլուզումը հայրենիքի և ոսոխի սուրը անխուր, և ողբացին լալահարաջ դժխեն բախտը Հայաստանի, և հուսացին արդարության մի խուլաստու դադաստանի։ Մեր գեղչուկի պարս խրճիթում սուրբ օջախի շուրջը նստած ուսանները մեր խանդավար, արջևները լինի ուհած, վիպերգեցին հաղթանակը ծուցածների մեր մեծազոր, և ծաղրեցին պարտությունը ոսոխների մեր գյուրավոր, տեսան շքև մեր ապագան, անուրջելի ազատ ոգին, հայրենիքի սիրո համար միշտ բարձրացրած թուրք այծակին։
Սիրելի աշակերտներ, ծնողներ, հարգելի ուսուցիչներ, երբ անցած ուսումնական տարվա ավարտին այս դասարանը Գերբադալյանի հետ մի գեղեցիկ միջոցառման հեղինակ դարձավ մեր գրողներից Վահան Տերյանի ծննդյան օրվան նշմատ, հիշեցինք, որ այս տարի լրանում է մեծ վարպետի ծննդյան 150-ամյակը և երեխաները դասվեկի հետ միասին խոստացան, որ անպայման անդրադառնալու են այս միջոցառմանը։ Եվ այսօր մենք ականատես եղանք այս գեղեցիկ միջոցառմանը, մեր սրտում զգացինք վարպետի սիրտը, երեխաների լեզվով, երեխաների վերանով, շուրթերով և ընկեր Բադալյանի առաջնորդությամբ։ Ուզում եմ շարունակել մեր Սոնայի խոսքը, երբ խոսեց, որ կենացի մասին է խոսքը, որ վարպետը չթողեց տնօրենին շարունակել խոսքը և ասաց մի խառնվիր Աստծո գործերին, բայց ուզում եմ ասել, որ այսօրվա տնօրենը վստահաբար կարող է ասել, որ վարպետը 125 չէ, բայց 150 տարի արդեն ապրում է և հուսանք, որ կշարունակի ապրել, քանի դեռ մենք ունենք այսպիսի աշակերտներ և ունենք այսպիսի ուսուցիչներ, ովքեր հիշում են և անդրադառնում են վարպետին և իր գործերին։ Շնորհակալ ենք, ապրեք երեխեքներ։